Պաշտպանության բանակի ասպարեզ հրաձգարանում հայրենիքի վաղվա պաշտպաններն են։ Ոչ թե սովորում են ճիշտ եւ դիպուկ կրակել, այլ նախնական զինվորական պատրաստություն առարկայի կրակային բաժնից ստացած գիտելիքներով հավակնում են վաստակել լավագույնի տիտղոսը։ Իսկ դիպուկ կրակ ասվածը հենց սա է որ կա։ 3 փորձնական 5 ստուգարքային փամփուշտներով դպրոցականները փորձում են հավաքել առավելագույն միավորներ։ Պայքարը ոչ թե լավի, այլ լավագույնի համար է։ Մրցակցությունն էլ լավագույն թիմ եւ լավագույն հրաձիգ անվանակարգերում է։ Սա ավանդական հրաձգություն է։ Ես կասեմ, որ բազմաթիվ միջոցառումներից, որ կազմակերպում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ապագա զինվորի կայացման գործում մարտական փամփուշտներով Կալաշնիկովի ինքնաձիգի հրաձգությունը համար առաջինն է։ Վալերի Գրիգորյանը, ով ի պաշտոն է դպրոցականների կրակային պարապմունքներին եւ մրցումներին հերթական տարին է հետևում, ասում է. ժամանակները փոխվել են, փոխվել է անգամ կրթական համակարգն ու աշակերտների նախասիրությունը, անփոփոխ է մնացել բարձր դասարանցիների սերը դեպի ռազմարվեստը։ Այսօրվա դպրոցականը ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ է մոտենում ռազմական գործին։ Տարեցտարի արդյունքները ավելի լավ են։ Համոզված եմ, որ այս անգամ արդեն արդյունքները բավականին ավել կլինեն, քան նախորդ տարին։ Մարտունու հավաքականի դպրոցականներն են։ Զինղեկ Արտակ Սարգսյանը վերջին հրահանգավորումն է անցկացնում։ Դիպուկ կրակելուց բացի չափազանց կարևոր է մշտապես պահպանել անվտանգության կանոնները։ Երիտասարդ զինղեկն աշակերտներից բարձր ցուցանիշներ է ակնկալում։ Վաղը նրանց է վստահվելու հայրենիքի սահմանը։ Սա ավելի կարևոր է, հատկապես բանակում ծառայելու հետ, որտեղ մենք առաջին գիծը պահում։ Մարտունու հավաքականի անդամ Արտիկ Մանասյանը բնականաբար մարտական տրամադրությամբ է հրաձգարանում։ Հուսով է, որ հանրապետական փոլին կրկին մասնակցելու առիթ կունենա, իսկ նպատակներն այսօր ավելի մեծ են։ Այս հրաձգության անցկացումը օգնում է մեզ, որպեսզի երբ որ արդեն զորակոչվենք բանակային դառնանք, ավելի դիպուկ կրակենք եւ մեր թիրախը համարենք մեր թշնամի եւ պատասխան լինենք զենք վերցնել եւ պաշտպանել մեր երկիրը։ Առաջնության հաղթող է ճանաչվել Ասկերանի հավաքականը 238 միավորով։ 5 միավորի տարբերությամբ մրցանակային երկրորդ հարթակի համար պայքարում էին Ստեփանակերտի եւ Մարտունու թիմերը։ Արդյունքում հավասար 233-ական միավորով երկու թիմն էլ հայտնվել է երկրորդ հորիզոնականում։ Հրաձգության անհատական առաջնության հաղթողներ են ճանաչվել Արտիկ Մանասյանը Մարտունուց, Դավիթ Հակոբյանյանը Գիշի գյուղից եւ Հայրապետ Բալայանը Վանքից։ Մրցանակային հարթակներ նվաճած ջոկերն ու մասնակիցները պարգևատրվել են կրթության եւ գիտության ու պաշտպանության նախարարությունների համապատասխան դիպլոմներով, պատվոգրերով ու արժեքավոր նվերներով։ Նարեկ Սահակյան, Հովիկ Առաքելյան, օր։